Բարև ձեզ, Factor TV հյուրը հանուն հավասար իրավունքների հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրամյանն է, բարև ձեզ, Տիկին Աբրամյան, կայացել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, քննարկել են Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների հարցը, ֆոն դեր Լայենը հայտնել է, սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական ճնշում եւ դա անընդունելի է, Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին, մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ, խոսքը անհապաղ ֆինանսական օգնության մասին է, ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով, տեղեկացրել է, որ արդեն վաղը Լատվիա կժամանի 10,000 ծաղիկների խմբաքանակ, այլ խմբաքանակներ եւս կհետևեն, սրանք հավանաբար խմբաքանակներն են, որ Ռուսաստանն է արգելել չի ընդունել, արդյոք սա ռուսական պատժամիջոցները անիմաստ կդարձնի եւ ընդհանրապես գնահատականը որն է այս իրադրության։ Եթե հիշում եք, շաբաթներ առաջ մենք հենց այս նույն տաղավարում քննարկելուց խոսում էինք, որ եթե Ռուսաստանը գնա տնտեսական ճնշումների, մենք ունենք հնարավորություն եւ հատկապես Եվրոպական միության աջակցության միջոցով հնարավորություն սրանց գոնե ինչ-որ չափով հակազդելու։ Անշուշտ ամբողջական եւ դա արագ գործընթաց չի, որովհետեւ այնուամենայնիվ ստանդարտները պիտի համապատասխանեցնել, բայց բաներ կան եւ ապրանքներ կան, որոնք այդ ստանդարտի շատ մեծ այդպես խնդիրը չունեն եւ շատ արագ հնարավոր է այդպես հատկապես օրինակ ծաղիկների դեպքում շատ արագ այլ շուկաներ գտնել։ Բայց այստեղ նաեւ պիտի նորից անդրադառնանք հիմնական խնդրին։ Այո, Եվրոպական միությունը այս սցենարները ունի, որովհետև մենք առաջին պետությունը չենք եւ թերևս վերջին պետությունը չենք, որ այս ճնշումներին ենթարկվելու ենք, Վրաստանը դրա միջով անցել է, Մոլդովան անցել է, բայց սա նաեւ լավ հնարավորություն է Հայաստանի տնտեսության համար իրականում բարձրացնել այդ ստանդարտները եւ իրականում վերափոխվել եւ գտնել շատ ավելի մեծ շուկա, որը 400 միլիոնից ավելի մեծ շուկա է եւ որը շատ ավելի գնողունակ շուկա է։ Այստեղ իհարկե ճանապարհների հարցը կա եւ այլ, դա է նաեւ պատճառը, որ անդադ ասում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացումն է մեզ համար կենսական եւ այլն։ Բայց այս կարճաժամկետ ընթացքում ես կարծում եմ, որ ճնշումները խիստ մեծացել են առավելապես կապված ընտրությունների հետ եւ սա այսինքն զուտ ընտրական process-ից առաջ ճնշումներ են հնարավորինս վախեցնելու Հայաստանի ընտրողներին։ Սա եւս ընտրությունների վրա ազդող մեխանիզմ է եւ կրկին պիտի շեշտենք, որ հերթական միջամտությունն է Հայաստանի ներքին գործերին։ Բայց ես նաև պիտի հուշեմ մեր ընտրողներին այն պարզ տրամաբանությունը, որ եթե մենք հիմա տրվում ենք տնտեսական ճնշումներին, հետո մյուս ճնշումները շատ ավելի մեծ են լինելու։ Պարզաբանեմ ասելիքս, այն, որ հիմնական ճնշման մեխանիզմը Ռուսաստանի ձեռքում միշտ եղել է կոնֆլիկտը։ Եվ կոնֆլիկտի մեխանիզմը հիմա կորցնելով, բնականաբար անցել են արդեն այդպես տնտեսական մեխանիզմներին։ Բայց եթե մենք տրվում ենք այս տնտեսական մեխանիզմների ճնշմանը, եւ թույլ ենք տալիս, որ ըստ էության վերադարձնի Ռուսաստան, այսինքն վերադառնում ենք ռուսաստանյան տիրույթ, վերահսկողության տիրույթ, թույլ ենք տալիս ռուսական կամ պրոռուսական ուժերին ուղղակիորեն վերցնել վերահսկողությունը եւ ամբողջությամբ կախյալ լինել Պուտինից, մենք հերթական անգամ այդ ամենաուժեղ եւ ամենաազդեցիկ եւ Հայաստանի հասարակության համար ամենացավոտ մեխանիզմը եւ լծակը եւ մահակը տալիս ենք նորից Պուտինի ձեռքը, ինչը նշանակում է կոնֆլիկտի իրավիճակում մենք էլի ունենալու ենք տնտեսական խնդիրներ, այսինքն այսպես թե այնպես այդ ճնշումները չեն դադարելու, մինչև մենք իրականում չունենանք դիվերսիֆիկացիա կամ բալանսավորում մեր տնտեսական տարբեր շուկաների եւ այլն։ Ընդ որում այստեղ նաեւ պիտի վերադառնամ, հիշեցնեմ նաեւ մեր հասարակությանը, որովհետեւ սա կարծես այս ընթացքում բավական մոռացվել է ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների 2013 կամ 12-13 թվականներին 2000-ականների, այսինքն այն ժամանակահատվածում երբ դեռ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ չէր։
Այսինքն 2013 թվականի այդ ճնշման միջոցով Հայաստանի Եվրասիական տնտեսության միությանը կապելու եւ այդ ամբողջ համակարգի մեջ մտցնելուց առաջ Հայաստան Եվրոպական միություն առևտրաշրջանառությունը մշտապես եղել է առնվազն 15% ավելին, քան Հայաստան-Ռուսաստան, որովհետեւ Հայաստանի համար հատկապես այնտեղ իհարկե հիմնականում եղել են մետալուրգիական եւ այլն ապրանքներ, բայց հատկապես Եվրոպական միության շուկան, որը ավելի գնողունակ է, ապրանքներ արտահանելը շատ ավելի ձեռնտու է եղել, որովհետեւ նախ այն ժամանակ նաեւ ունեցել ենք GSP+-ի հնարավորությունը, որը հետագայում նաեւ դուրս եկավ։ Եվ երկրորդը այն մաքսատուրքերը, որ մենք հիմա ունենք, իսկ դա հատկապես որովհետև մեր հիմնական ճանապարհը Վրաստանի միջով է գալիս, մենք ստացվում է, որ կրկնակի նաև մաքսատուրքեր ենք վճարում։ Մինչդեռ Եվրոպական միության հետ այս պահին մենք ունենք սահման, որը Վրաստանն է, այս դեպքում ոչ թե Եվրոպական միության հետ, այլ տնտեսական միության հետ, ազատ առևտրի հետ, այո, մինչդեռ ԵԱՏՄ-ի հետ չունենք։ Տիկին Աբրամյան, Ռուսաստանը սկսել է բաց խաղալ, խաղաքրտերը բացել է եւ դարել է Օվերչուկը այսօր հայտարարելով հետեւյալը։ Խոսում է թե ինչ է անելու ապագայում Ռուսաստանը։ Պետք է տեսնել, թե ով կհաղթի Հայաստանի խորհրդանական ընտրություններում, հետո միջոցներ ձեռնարկել, որոշումներ կայացնել, որովհետև եթե Եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստան շարժվում է դեպի Եվրամիություն եւ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել մի երկրի, որը իր ապագան տեսնում է ԵՄ-ում, որը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ, նկատի ունի Եմեն։ Արդյոք սա իրապես չի բացահայտում, որ Ռուսաստանի նպատակը հենց ԵՄ գնալն է, ոչ թե ինչ-որ ֆիտոսանիտարական նորմեր չեն համապատասխանում եւ այլն եւ այլն։ Ինչը ուղղակի բացահայտ էր, հիմա շատ ավելի այդպես ազնիվ են խաղում, ինչը շատ ավելի լավ է, հա, այսինքն նաեւ մեր հասարակության համար այդպես բաներ չբացահայտված հարցականներ չկան։ Սա իրականում բավական հետաքրքիր process է, նախ պիտի շեշտենք, որ կներեք կապելը ընտրությունների արդյունքների հետ, եկեք դրան էլ անդրադառնանք։ Սա հենց այն է, ինչ մենք ամիսներ շարունակ ասում ենք, որ ուղիղ փորձում են միջամտել եւ ուղղորդել հայաստանյան ներքին process-ները, հայաստանյան ընտրությունները եւ ազդել մեր հասարակության ազատ կամ արտահայտման վրա։ Երբ հաճախ ասում են, որ դե Հայաստանի քաղաքացիներ են, ցանկացած տեղ ովքեր որ ապրում են, իրենք իրավունք ունեն գալու, ընտրելու, մեկ այլ հարց է, որ իրականում պետք է քննարկենք, արդյոք մարդը, որ 5 տարուց ավելի Հայաստանում չի ապրում, ընդհանրապես Հայաստանի խնդիրներով չի մտահոգված, կամ անգամ եթե մտահոգված է, բայց դա հերվից է, որովհետև իր հիմնական եկամուտը դրսում է, իր երեխաների ապագան դրսում է, եւ եթե եղավ կոնֆլիկտ, Աստված մի արասցե, իր երեխան չի գալու այստեղ պաշտպանի մեզ եւ մեր սահմանները, արդյոք ընդհանրապես իրավունք ունեն մեր որոշելու մեր ճակատագիրը, որոնք մարդիկ, որոնք այստեղ են ապրում ամեն օր, սա մի հարց է, բայց մյուս հարցը այն է, երբ ասում են մարդիկ իրավունք ունեն գալու եւ ընտրելու, պետք է հասկանանք այդ մարդիկ տենց իրենց կամքով հանկարծ որոշեցին գալ այն դեպքում, երբ տարիներ շարունակ անգամ ուղակի որպես տուրիստ չեն եկել կամ եթե անգամ եկել են տուրիստ, իրենց մտքով անգամ չի եղել, չի անցել գնան ընտրությունների կամ այնպես անեն, որ կան ընտրություններին մասնակցել, նշանակում է սա ուղղորդված է, նշանակում է նաև այնտեղ որոշակի ֆինանսական գուցե միջամտություն է եղել, ինչը ուղղակի քրեական հանցագործություն է, այսինքն այս մոտիվացնելը մարդկանց ընտրություններին մասնակցելը ինքնին քրեական պատասխանատվության ենթակա հանցակազմ են ապրում, թե Հայաստանում ցանկացած տեղ, այո։ Կաշառք է։ Սամվել Կարապետյանը եւս ասում էր, որ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է լինելու, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերընտրվի։ Հիմա Օվերչուկը ասում է, մենք միջոցներ կձեռնարկենք, եթե Եվրոպամետ ուժերը ընտրվեն, կարող է Փաշինյանի նկատի ունի կամ այլ ուժերի։ Ըստ որտեղից պարոն Կարապետյանին այդ տեղեկությունը, որ կլինի տնտեսական պատերազմ։
Ինչ եք։ Դե ես կարծում եմ պարոն Կարապետյանը ընդհանրապես իր անձնական այդպես վերլուծությունը կամ տեղեկությունը չունի, բնականաբար մեթոդիկաները ուղարկվում են, ինչպես տեսանք, շատ ուղղորդված, հստակ մեթոդիկան ուղարկվեց 300,000 ադրբեջանցիների, այսպես ասած, վերաբնակեցման Ալիևյան ծրագիրը, որը վերջին գոնե 6 ամիսների ընթացքում Ալիևս մասին գրեթե չի խոսում, մինչդեռ դա օրակարգում են պահում եւ մեծ այդպես շնոր են մատուցում Ալիևին իր օրակարգը հայաստանյան միջավայրում բավական ակտիվ պահելու։ Ինչ տեսանք եւ որտեղից այս մեթոդիկան եկավ։ Արամ Գաբրիելյանով կոչվող, այսպես ասած, ինֆլուենսերը, որը շատ հայտնի այդպես ինֆլուենսերը, այսպես ասած, բայց ունի ակնհայտ ռուսական նաև տարբեր կրեմլյան, պրոկրեմլյան դերակատարների հետ կապեր, ինքը սկզբում գրեց սրա մասին, հետո միանգամից ընդամենը ժամեր անց սկսվեց Սամվել Կարապետյանի ուժի տարբեր դերակատարների կողմից սա այդպես գեներացվել, հետո արդեն այդ անհեթեթ սարսափելի ուղղակի հոգեբանական տերոր հանդիսացող վիդեոների շրջանառումը տեղի ունեցավ, որը բացարձական ընդունելի է եւ ես պետք է ասեմ ուժի կողմից։ Այո, հիմնականում իրենց կողմից, բայց նաև Հայաստան դաշինքն է վերջին մի քանի շաբաթը եւս այդպիսի վիդեոներ, բայց այդ 300,000-ի վերաբերյալ հիմնականում Սամվել Կարապետյանի կողմից է այդ վիդեոների շրջանառումը, որը ուղղակի դասական, դասագրքային, տեղեկատվական պատերազմ է եւ կոգնիտիվ պատերազմ է Հայաստանի հանրության դեմ, որովհետեւ սա հոգեբանական տերոր է մեր հասարակության համար, ել չեմ խոսում, որ սա Ալիևի օրակարգի սպասարկում է, ել չեմ խոսում, որ Ալիևը միլիոններ ուղղակի պիտի ծախսեր, որ իր օրակարգը այս աստիճանի ազդեցություն ունենար հասարակության մեր հայաստանյան ներհայաստանյան հասարակության վրա, բայց այդ միլիոնների փոխարեն այստեղ ընդդիմություն կա, որ այդ ծառայությունը մատուցում է ցավալիորեն, պիտի սա շեշտենք։ Կարելի է այսօր նշել, որ Փաշինյանի կառավարությունը հանդուրժելի չի առնվազն Կրեմլի համար, այստեղ ես այս հարցը շատ եմ տվել եւ լիքը բացատրություններ, որ Փաշինյանը նրա կարմիր գծերը չի հատել, հետեւաբար դեմ չի, որ Փաշինյանը մնա, բայց ռուսամետ եռյակը կգա եւ կվերահսկի Փաշինյանը, որ կարմիր գծերը չանցնի։ Սա կամ Փաշինյանը ռուսամետ է իրականում, այսպես եվրոպական խաղեր է տալիս, Պուտինի հետ գնում են, այսպես թաքուն դռների հետևում խոսում են, թե ոնց Եվրոպային եւ հայ հասարակությանը խափեն, որ ինքը մեզ Եվրոպա է տանում, իրականում Եվրոպա չի տանում, այս ամեն ինչը միֆ է, սուտ է եւ այլն։ Այդ ոնց հասկանալ Կրեմլի մոտիվացիան Հայաստանում քաղաքական իշխանության ով լինել չլինելու առումով։ Ինձ թվում է մոտիվացիան արդեն այնքան բաց է եւ այդ բաները մեկնաբանությունները, որ իրականում Փաշինյանը չի գնում Եվրոպա եւ այլ, ես կարծում եմ այդտեղ արդեն սահմանը հատել են եւ տեղ չի մնացել այդպիսի մեկնաբանությունների եւ սա զուտ այդպես փորձ է բնականաբար հասկանալով, որ հայաստանյան հասարակության մեծ մասը գոնե հարցումները դա են ցույց տալիս, որ մեծամասնությունը ավելի պրոեվրոպական տրամադրություններ ունի, որպեսզի հնարավորինս կողմ կքվեարկի ԵՄ-ի անդամակցությանը, 13-ը ոչ։ Բայց 60%-ից ավելին էլ կողմ է ընդհանրապես, այսինքն ինչ վերաբերում է զուտ այս պահին հարաքվեի կողմ քվեարկել չքվեարկելուն, մարդիկ որոշակի տատանումներ դեռևս ունեն, բայց ընդհանուր տրամադրությունների տեսանկյունից 50%-ից էլ ավելին է եւ փորձում են ուղղակի այնպես անել, որ այդ այսպես ասած այդ հնարավորությունը իշխանության ձեռքից դա էլ վերցնեն, սա քաղաքական մեկնաբանության հարց է, բայց ինձ թվում է ռուսական կողմը այս առումով շատ ավելի բաց է աշխատում, այսինքն այս աստիճանի ճնշումների չէին գնա, եթե իսկապես իրենց համար խնդիր չլիներ տվյալ պահին գործող իշխանությունը։ Բայց ես նաև պիտի շեշտեմ, որ գործող իշխանությունը փոխվի, չփոխվի, իրենց համար միևնույն է ամենակարևորը կոնֆլիկտի մահակն է, որը իրենց ձեռքում չի։ Եվ իշխանության փոխվելու դեպքում Ռուսաստանը ամեն ինչ անելու է, որ այդ կոնֆլիկտի մահակը վերադարձնի, ինչը նշանակում է մենք նորից մտնելու ենք անվերջանալի, պերմանենտ, անավարտ կոնֆլիկտային պատերազմական սպառնալիքի անվերջ փուլի մեջ։
Եվ սա մեր հասարակության համար պիտի լինի այս շատ կարևոր ջրբաժանը ընտրել ի վերջո խաղաղ, շատ ավելի բարեկեցիկ, որոշ դժվարություններ հաղթահարելով, բայց դրանք խիստ ժամանակավոր են, որովհետև նաև դիտարկենք Վրաստանի օրինակը 2008-2009 թվականներին, որտեղ այո, որոշակի տնտեսական խնդիրներ եղավ, բայց հետո շատ ավելի տնտեսական լուրջ աճ ունեցան, որովհետև նաև շատ ավելի մեծ շուկայի հասանելիություն ստացան։ Հետո կներեք, նաև ռուսական շուկա մտան վրացիները, ռուսական շուկա մտան վրացիները, այո, շատ ավելի բարձր ստանդարտներով եւ շատ ավելի բարձր գներով իրենց ապրանքը վաճառելով, այսինքն ի վերջո նաև հատկապես հիմա կներեք, բայց Ռուսաստանին եւս ձեռնտու չի այդ տնտեսական ճնշումները մեր դեմ իրականացնել, որովհետեւ մենք հասկանում ենք, չէ, որ կան որոշ ապրանքներ, որոնք Հայաստանից ստանալը իր համար կենսական են։ Շատ կարևոր բան եք ասում։ Ադրբեջանից կստանան, ինչը նշանակում է, որ Ադրբեջանին էլ ինչ որ մի բան պետք է տա։ Այդ դեպքում ով է այդ մանրադրամը հերթական անգամ դառնալու։ Եթե մենք ունենում ենք այստեղ պրոռուսական իշխանություն, մանրադրամը էլի Հայաստանն է լինելու եւ Հայաստանից է այդ մանրադրամը վճարվելու, որպեսզի Ադրբեջանից իրանք ինչ որ մի բան ստանան։ Սա ամենամեծ մտահոգությունն է, որ պետք է ուղղակի հասկանա մեր հանրությունը։ Տիկին Աբրամյան, հետընտրական ինչ process-ն եք դուք սպասում։ Կան տարբեր հարցումներ, ես չեմ ուզում նույնիսկ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցմանը հղում անել, որը համարվում է առավել արժանահավատ, թեև ընդդիմադիր ուժեր, որոնք ցածր վարկանիշներ ունեն, ըստ այդ հարցման կասկածի տակ են դնում։ Տեսեք, Հայաստանում հետընտրական զարգացումների պատմությունը հիշելով, դրանք այն ժամանակ են, երբ որ ընտրությունը կեղծվում է եւ մարդիկ դուրս են գալիս բողոքի։ Արդյոք Փաշինյանի իշխանությունը այսօր մենք տեսնում ենք, որ պատրաստում է կեղծել ընտրությունները, օրինակ փող են բաժանում, չգիտեմ, իշխանամետ գործարարները փող են բաժանում։ Մենք տեսնում ենք այդպիսի բան, թե ոչ։ Թեև կան իհարկե իշխանության նկատմամբ որոշակի մեղադրանքներ վարչական ռեսուրսի կիրառման, Փաշինյանի հավաքներին երեխաների կամ ուսուցիչների բերել ուղղորդելու որոշ այդպիսի ձայնագրություններ իրապես գոյություն ունեն, բայց կարիք կա նաև դրանց քննելու։ Եվ աբսուրդայնությունը իրավիճակի այն է, որ այսօր ընդդիմությունն է մեղադրվում փող բաժանելու մեջ։ Այն ընդդիմությունը, որը, ասես ասենք, չի բացառում հետընտրական զարգացումներ։ Սամվել Կարապետյանը մի երկու անգամ ասել է, որ դե մենք հաղթելու ենք, եթե չհաղթենք, այ կտեսնենք մոտարապես այսպեսի բան։ Ինչ սպասել է առումով։ Սա իրականում կարևոր հարցերից է եւ ամենամտահոգիչ հարցերից է, որովհետեւ եւ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ շեշտել են, որ եթե ընդ որում այս բառամթերքով, որը շատ կարևոր է, եթե մեր քվեն խլվի մեզնից, մեր ձայնը մեզնից վերցնեն, ինչը նշանակում է, որ արդեն իսկ ստեղծում են այդ պատրանքը, որ իրենք հաղթել են եւ անպայման իրենց ձայները պիտի խլվեն, մենք դուրս կգանք, ուրեմն կեղծվել են։ Այո, եւ եթե չեն հաղթում, ուրեմն անպայմանորեն կեղծվել է, սա իրականում շատ այդպես մեթոդներից մեկն է, ապա լեգիտիմացնելու ընդհանրապես ընտրական process-ը, որի մասին արդեն ամիսներ շարունակ նաեւ խոսում ենք, որովհետեւ այս նարատիվը, այս խոսույթը մենք անդադ տեսնում ենք, որ շրջանառում են։ Եվ եթե այդպես կլինի, մենք դուրս կգանք հեղափոխության։ Եվ այստեղ մենք տեսնում ենք մեկ այլ միտում, եւ այս միտումը շատ ավելի մտահոգիչ է, ընդ որում այս միտումի եւ այս միտման process-ների մասին խոսել էր վերջերս The Insider հետաքննական բավական հեղինակավոր պարբերականը, որտեղ ասվում էր, որ մեթոդներից մեկը ռուսական այդպես ապատեղեկատվական մեխանիզմը եւ մեքենան աշխատեցնում է, դա նաեւ աստղագուշակների, կեղծ աստղագուշակների այդպես գուշակություններն են, որ ընտրություններից հետո հնարավոր են բախումներ, հեղաշրջումներ, արյունահեղություն եւ այլ եւ այլ, ընդ որում երկուսին ես հենց այսօր իմ նյուզֆիդում տեսել եմ, այսինքն ակնհայտորեն եւ քանի որ ես երբևէ որևէ աստղագուշիկի չեմ հետեւել, կարող եմ հստակ
պնդել, ուրեմն այնպիսի ահռելի գովազդ են դրել դրանց տակ, որ անգամ ինձ է հասանելի դարձել, որովհետև ես այդ ալգորիթմային բանի մեջ չեմ եւ պիտի որ չտեսնեի դա իմ նախասիրությունների մեջ չի։ Այսինքն որոշակի նախապատրաստական այդպես հանրային ընկալման մեջ նորմալիզացնում են բռնությունների հնարավոր լինելը եւ այդպես հող են նախապատրաստում որոշ բռնությունների եւ սա խիստ մտահոգիչ է, սա շատ այդպես գործուն մեխանիզմ է լայն հանրության համար ստեղծել այս ինֆորմացիոն պատրանքը, որ հնարավոր է այ տեսեք, այնտեղ մի այդ բաներից աստղագուշակներից մեկը ասում էր, որովհետև Սատուրնը մտնում է այդպես Ուրանի տիրույթ, այնտեղ բախումներ են սովորաբար լինում եւ այլը, այն լայն հանրությունը, որ հավատում է այսպիսի բաների, իսկ ցավոք պիտի ասենք այդ աստղագուշակների ինստիտուտը, այսպես ասած հայաստանյան հանրության համար բավական բան է վստահելի են կալվում հետո նման իրավիճակներ հրահրելուց հետո կարող են ասել դե բայց տեսեք փաստորեն այս աստղագուշակները ճիշտ էին գուշակում, ճիշտ էին ասում, տենց էլ եղավ փաստորեն, հա, սա շատ մտահոգիչ է եւ պիտի բաժակ նայելուն չեն հասնի Տիկին Աբրամյան կամ ձեռքի բոլորովին չենք բացառում, որտեվ սրանք տեխնոլոգիաներ են, սրանք շատ լավ տեխնոլոգիաներ են հանրային հանրության լայն զանգվածների գիտակցության վրա ազդելու փաստերով են առաջնորդվում եւ ռացիոնալ մտածելակերպ ունեն։ Իսկ դա շատ քիչ է մեր հասարակության մեջ, մեդիագրագիտության բավական ցածր ցենզ ունեցող հասարակության մեջ քննադատական բավական ցածր ցենզ ունեցող հասարակության շրջանում աստղագուշակների այդպես գուշակություններին հավատացողների բանակը շատ ավելի մեծ է ցավոք։ Բայց տեսեք մեր հարության ինչքան էլ փորձեն ձեր ասած հողը ստեղծել, որ տեսեք հիմա կեղծվում են ընդդիմությունը, հենց հիմա կեղծվում են եւ եթե մենք չհաղթենք, ուրեմն կեղծված են, ուրեմն բոլորս պետք է դուրս գանք փողոց եւ այդ հասկանալի, բայց լայն հանրային ընկալման մեջ, եթե ընդդիմությունները չեն կեղծվել, կան թերություններ, չգիտեմ, իշխանությունը էս է արել, սա էս է արել եւ այլն, բայց կա հանրային նաեւ ընկալում, որ դրանք չեն կարող ընդդիմությունների արդյունքների վրա ազդել։ Դա այդ բողոքի արհեստական բռնկումները ինչքան կարող են տևալ, չէ՞ որ եթե դրանք հանրային լայն աջակցություն չունեն, մենք տեսել ենք տարբեր շարժումներ, մի 10 առնվազն ես կարող եմ հիշել, մեծ ու փոքր ու միջին, հա, դրանք եղել են այո, տարբեր քաղաքական ուժերի առաջադրած շարժումներ, բայց դրանք հանրային լայն սնուցում չեն ունեցել եւ պարոն Քոչարյանը վերջերս խոստովանում էր, որ մենք պայքարել եւ մաշվել է նաեւ մեր ռեյտինգը, հա, եւ այսօր նրա ուժը, այն մյուս հանրապետականը, որ չի մասնակցում, ընդհանրապես խորհրդանում հայտնվելու խնդիրել ունեն։ Հետընտրական process-ները ենթադրում են հանրային բողոք, դժգոհություն, որ մարդիկ դուրս են գալիս եւ իրենց քվեի համար են պայքարում։ Ես պետք է տեսնեմ, որ, չգիտեմ, մեկի անունը տամ, Խաչատուր Սուքասյանի օբյեկտում փող են բաժանում, հա, եւ կեղծել են ընտրությունները, եւ ես բողոքում եմ այդ, բայց դա ես չեմ տեսնում։ Գիտեք, այստեղ մի քիչ կարող են ուղղակի նաև ինչու եմ ասում, որ շատ մտահոգիչ է, որ նաև խոսում են բռնությունների հնարավոր լինելու մասին, որ չի բացառված ուրիշ մեթոդով մարդկանց զայրույթը գեներացնեն, հա, այսինքն որևէ բռնություն կիրառեն, շատ արդար եւ շատ այդպես անմեղ ինչ որ մեկի վնասեն, ես չեմ բացառում, որ կարող են գնալ նաև շատ ավելի լուրջ բռնության եւ այլն, եւ որը օբյեկտիվորեն կարող է մարդկանց զայրույթը գեներացնել։ Դրա համար եմ ասում ամենամտահոգիչը, որ խոսում են բռնությունների մասին, խոսում են բախումների մասին, իսկ գիտենք մենք ռուսական այդպես տարբեր ուժերի եւ ծառայությունների ներգրավումը եւ նման խժդժություններ ստեղծելու հնարավորությունը միշտ եւ տարբեր երկրներում եղել է եւ լիովին հնարավոր է, այնպես որ նաեւ այս դեպքում մեր հասարակությունը պիտի պատրաստ լինի թերևս, որ որևէ կերպ չտրվի այդ սադրանքին, հնարավորինս իսկապես ուշադիր հետևի նաև դիտորդների, որովհետև մենք ունենք եւ արտաքին դրսից, Եվրոպական միությունից եւ ԵԱՀԿ-ից եկած բավական մեծ այդպես 200-ին հասնող դիտորդների մեծաթիվ քանակ եւ տեղական դիտորդներ, ընդ որում ունենք դիտորդներ, որոնք նաև աջակցում են եւ ուղիղ կապված են թերևս հենց ընդդիմադիրների հետ, այնպես որ դիտորդական
ռուսական առաքելությունների տարբեր հայտարարություններին հետևելը շատ կարևոր է, որպեսզի հասկանալի լինի որքանով են այդ ընտրակեղծիքները կամ ընտրախախտումները եղել իրապես ազդեցություն ունենալու ծավալի, եթե չեն լինում այդ ծավալի, բնականաբար խոսել դրա մասին անիմաստ է։ Ընդդիմությունը ասում է Փաշինյանենք, հավանական է, որ մարդիկ են ներդրել, որոնք այդ բոլորիս հայտնի հեռախոսազրույցներն ունենում են եւ մեր գլխին սարքում են ընտրակեղծիքների մեղադրանք, այսինքն այո, մեր աջակիցներ, կառույցների ներկայացուցիչներ բռնվում են, ձերբակալվում, մեղադրանքի առաջադրվում, բայց իշխանությունն է դասադրել, ոչ թե ասում են, որ AI-ով է ստեղծվել այդ ձայնագրությունը կամ ԿՊ-ի պատվալում են այդ ձայնագրությունը իրար հետ խոսել, ասենք Ռուբեն Ռուբինյանը եւ Վահագն Ալեքսանյանը եւ ձայնը փոխել են եւ ինչ որ բան ստացել, այլ ասում են իշխանությունը զրպարտում է, մեզ այդպիսի բան գոյություն չունի։ Այս հարցին ինչպես անդրադառնալ եւ որը պետք է լինի ընտրակեղծիքների հետևանքը, ընդ որում կապ չունի ԿՊ-ի կողմից թե ընդդիմության կողմից։ Դե կարծում եմ սրա պատասխանը ի վերջո նաև դատական կարգով պիտի շատ ավելի լուրջ քննվեն այնտեղ ձայնային փորձաքննություններ արվեն անհատական ամեն մեկի գործը պիտի քննվի եւ դատարանը պիտի ի վերջո բավական լուրջ քննություն իրականացնի այս բոլոր ապացույցների վերաբերյալ։ Հասկանալի է, որ բնականաբար իրենք պիտի ասեն կամ AI է, հիմա ոնց որ թե դա էլ չեն ասում, կամ ասեն սարքել են մեր գլխին, հասկանալի է, բայց բազմաթիվ են իրականում փաստերը նաև համայնքներում, որտեղ ակնհայտորեն չափից շատ եւ չտրամաբանված աշխատուժ է ներգրաված շտաբերում, այսինքն հասկանում ենք, որ այդքան աշխատուժ այդ համայնքի համար գործող փոքր շտաբում ուղղակի կարիք չկար եւ այստեղ ողջամիտ կասկած է գալիս, որ ուղղակի այդ աշխատուժին ներգրավել են, այսպես ասած, ոչ թե աշխատելու համար, այլ որպեսի հիմնավոր այսպես կամ փաստաթղթերով մաքուր ընտրակաշարք տան։ Եվ այսպիսի փաստերը բավական շատ են, մենք ինքներս էլ համայնքներից, այսինքն այստեղ փաստերի համադրման մեթոդ պիտի անպայման կիրառվի, քննչական կոմիտեի ներկայացրած փաստերը, հանրության համայնքում հասկանալով, թե որ ուժն է դրանով զբաղված, այդպիսի բաներ գաղտնի չեն մնում իրական։ Այսպիսի բաներ գաղտնի չեն մնում, ընդ որում երբեք գաղտնի չի եղել։ Հիմա մի փոքր ավելի գաղտնիության թերևս քող կա, որովհետև այնուամենայնիվ մարդիկ հասկանում են, որ դրա մասին որևէ մեկի անգամ մասին խոսելը արդեն իսկ հանցագործության մասին հայտարարություն է եւ կարող են գնեն այդպես պատմության մեջ ցուցմունք տալ, վկա լինել եւ այլը, բայց ամեն դեպքում նաեւ պիտի հասկանան եւ հուշեմ նաեւ, որ որևէ կերպ ընտրակաշարքի մեջ ներգրավվելով, այսինքն եթե դուք համաձայնել եք նույնիսկ վերցնել, այդտեղ հնարավորություն է նաեւ տրվում իրավապահ մարմինների կողմից, եթե դուք համագործակցում եք եւ ցուցմունք եք տալիս եւ ասում եք, թե ով է եղել առաջարկողը եւ այլ, այս դեպքում դուք պատասխանատվության կամ խուսափում եք պատասխանատվությունից կամ ամենամեղմ թերևս բանն եք ստանում, այնպես որ այստեղ միշտ հնարավորություն կա դրա լուծումը գտնելու։ Շատ լավ, ինչպես է գնահատում Արթուր Օսիպյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ով 17 օր գտնվում է կալանքի տակ, տարբեր գործիչներ, այդ թվում քաղաքացիությունից կոչ են անում ազատ արձակել, արդյոք այս իրավիճակը խնդրահարույց չի նաև ժողովրդավարության տեսանկյունից, սրանով ամփոփենք Տիգրան։ Սա ամենամտահոգիչ հարցն է, թերևս այս քարոզարշավի, ընդհանրապես Արթուր Օսիպյանի հետ տեղի ունեցած օրը երևի մեր այս ամբողջ քարոզարշավի ընթացքում ամենացավոտն էր, ամենասխալն էր եւ ամենամեծ սխալներից էր, որ իշխանության կողմից եւ անձամբ այս դեպքում վարչապետի կողմից իրականացվեց։ Ես նաեւ իմ կազմակերպությունը նաեւ հայտարարությանը միացած, ընդ որում մի քանի հայտարարությունների միացած եւ նախաձեռնած նաեւ կազմակերպություններից ենք, ցավոք դեռևս դրանք արդյունք չեն տալիս, բայց կարծում եմ, որ պիտի շարունակի քաղաքասարակությունը այս խնդիրը բարձրացնել, որովհետև նախ մենք այնտեղ ամենայն դեպս գոնե առերևույթ տեսանյութերում, առերևույթ այն ինչ հրապարակված է, մենք չենք տեսնում այնտեղ հանցակազմ, չենք տեսնում, որ դա ատելության խոսք է եւ խոսքի ազատության, այսպես ասած, սահմանը չի հատել, այո, կա վիրավորանք իր նախորդ գրառումներում, կա բավական այդպես կոշտ եւ անընդունելի թերևս խոսույթ
հետ, բայց դա էլի դեռևս չի հատում ատելության խոսքի կամ այդպես սպառնալիքների սահմանը, այսինքն քրական, այդպես քրաիրավական դաշտ չի մտնում։ Եվ ցավալիորեն նաև պիտի շեշտեմ, որ հացադուլ անելը ծայրահեղ միջոց է եւ գոնե այս պահին պետք է քայլեր ձեռնարկի իշխանությունը, գոնե որպեսի Արթուր Օսիպյանը դադարեցնի հացադուլը, տնային կալանքը մինչև քննության այդ բոլոր հանգամանքները բարձրել է, գոնե տնային կալանքի տակ լինի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Գայանե Աբրամյանին։